Ալեքս։ Դա։ Բարև ձեզ, դուք մեզ հետ եք։ Այո։ Բարև ձեզ Ալեքս։ Հայերեն խոսենք, որ լեզվով ձեզ ավելի հարմար կոմունիկացվենք։ Հայերեն, միանշանակ հայերեն։ Շատ լավ, մի հատ պատմեք լույս ունեք, թե չէ, որտեվ ես ամեն անգամ անհանգստանում եմ, երբ որ դուք լույս չեք ունենում Կիևում։ Ունենք Կիևում, Կիևը դե համեմատած շատ մեծ է։ Կիևի որոշ մասերում կա, որոշ մասերում չկա, որտեղ լույս կա, այնտեղ ենք, շարժվում ենք դեպի այն կողմ։ Իսկ նախագահ ունեք։ Նախագահ փաստացի թե Դա շատ վստահ չի։ Ալեքս, երկու բառով խնդրում եմ, էլի, առաջնահերթ մեր թեմայից խոսենք, հետո անդրադառնանք իրավիճակին Ուկրաինայում, որտեղ այնտեղ ինչ-որ զարգացումներ եւ թարմացումներ ունենք։ Տղաների ձերբակալության մասին, որպես աջակից, գիտենք, որ պատերազմական իրավիճակը ձեզ մոտ քաղաքը այտենց պարբերաբար հոսանքազրկվում, բայց դուք միշտ փորձում եք հետևել հաղորդմանը, նայել, շատ ակտիվ եք նաև չաթում։ Մի խոսքով, ինչ եք նայում իմնեմնիմի, ոնց եք վերաբերվում տղաների կալանքին եւ այլն։ Աստորեն, իմնեմիմին նայում եմ առաջին հաղորդումից, դեռ Նարեկին ես հետևում եմ դեռ քաղաքացիական գիտակցություն, կազմակերպություն, դեռ այն ժամանակներից ես հետևում եմ Նարեկին միշտ, ըստ Նարեկին հետևելու արդյունքում իմացել եմ իմնեմիմի հաղորդման լինելու մասին ու առաջին հաղորդումից մինչև հիմա հետևում եմ հավատարիմ ընտանիքի անդամ, ինչպես հումորով ես ու Նարեկը միշտ իրար Պերեկլիշկեն հատուկ թղթակից Կիևից իմնեմիմի հատուկ Ալեքսը Կիևից ոնց են վերաբերվում կալանքին վերաբերվում եմ շատ վատ, դա մեր բոլորիս մեղքն է, որ Նարեկը ու Վազգենը այսօր գտնվում են հատուկ տեղում, վայրում, չեմ ուզում ասեմ անազատության մեջ, որտեղ Նարեկն ու Վազգենը ամենաազատ մարդիկ են, ամենաազատ մարդն են, որովհետև Նարեկը երբեք իր կյանքում չի ասել ու չի արել մի բան, որին չի հավատացել, ըստ որոշ մարդկանց համեմատ, օրինակ, մեր էկոնոմիկայի նախարարը իմանալով դիմավորում է անասնակետ, բայց վստահեցնում է, որ ինքը պատրաստ է ուտել էդի։ Իսկ մեզ կասեք, խնդրում եմ, ինչ է կատարվում ձեր մոտ, ոնց եք, ինչ կա չկա։ Երկու բառով։ Ժողովուրդ ջան, մեր մոտ կատարվում է լավ բան չի կատարվում։ Դե ասեցի կարծես թե շուտով խաղաղություն է արդեն լինելու ձեր մեկնաբանությունից տպավորությունից։ Հույս ունենք, բոլոր ժողովուրդը այդ հույսով ապրում է, ամեն օր արտանում է ժողովուրդ, ես խոսում եմ ժողովրդի մասին։ Ժողովուրդը արտանում է այդ հույսով։ Ամեն օր ժողովուրդը Աստծուց խնդրում է ավարտ կռվին։ Հետո վերականգնվել, հետո բոլորս էլ հասկանում ենք, հետո ինչ դժվարություններ է մեզ բոլորի սպասվում, բայց ամենաառաջինը այս մարդասպանության վերջ, այս դաժանության ավարտ, Աստծու պատիժ է, սա Աստծու պատիժ է, ժողովուրդը վերջապես հասկացավ, որը դեռ մեր Հայաստանի ժողովրդի շատերը չեն հասկանում։ Ես վստահեցնում եմ, այն ինչ որ հիմա պատրաստում են Հայաստանում անեն ՔՊԱ-կան որոշ մարդիկ, այստեղ արեցին 2013-14 թվականին եկեղեցու դեմ։ Այո։ Ու ստացան Աստծու պատիժ։ Սա Աստծու պատիժ է, սա ուրիշ բան չի կարելի անվանել։ Սա Աստծու պատիժ է։ Դե ինչ, ձեզ ցանկանում ենք պինդ եղեք, հուսանք շուտով արդեն այդ խաղաղությունը գոնե, այո, մարդկանց ճակատագրերի, կյանքերի եւ ապագայի մասով ավելի հուսադրող
ինչ որ իրավիճակ կստեղծվի Ուկրաինայում։ Ես ձեզ մաղթում եմ, չգիտեմ, տոկուն եղեք, դիմացեք այդ զրկանքները, այդ բոլոր բարդությունները, որ տարիներ շարունակ այդտեղ քաշում եք։ Ճիշտ է, մենք 44 օր ենք եղել եւ Երևանում անօթաչուներ չեն եղել, ռմբակոծություններ չեն եղել, քաղաքը ապրում էր իր կյանքով բնականon, մասամբ ապրում էր, մասամբ չէր ապրում, բայց դրա հետևանքները այնուամենայնիվ եւ հոգեբանական, եւ ֆիզիկական, եւ առողջական բոլորս մինչեւ հիմա կրում ենք։ Ես պատկերացնում եմ ինչ վիճակում եք այդտեղ դուք։ Պինդ կացեք, դուք մեզ հետ եք, մենք ձեզ հետ ենք, հուսանք դա շուտով կավարտվի։ Մեզ հուսադրող մարդիկ մնացել եք դուք, ստեղ մենք արդեն հարմարվել ենք ստեղի եղելության հետ։ Ժողովուրդ ջան, պինդ կա դուք մեզի հույս տվեք, մենք սպասում ենք կրվի ավարտին, որ վերադառնանք Հայաստան, տեղի կիսա թողածա ավարտենք։ Այնպես որ ողջուններս Նարեկին Վազգենին, ողջուններս Աստղիկին, ողջուններս Իննեմի ողջ անձնակազմին, Ձեզ շնորհակալություն, ել չեմ ասում Շնորհակալություն։ Ողջուններս բոլորը հիմա լսում են մեզ, ձեզ։ Մենք էլ հայությանն ենք բարևում, շնորհակալություն, պինդ եղեք, Աստված ձեր հետ։